Նոր զարգացումներ են ուրվագծվում Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Թուրքիայից Ծիրանի ներմուծումը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, կրկին քաղաքական երանգ կա այս ամենում։ Ռոսսելխոզնադզոր պետական գերատեսչությունը այսօր առավոտյան տեղեկություն է տարածել այն մասին, որ արգելվել է Թուրքիայից ներմուծումը կորիզային մրգերի, այսինքն ծիրան, դեղց, բալ, կեռաս, նեկտարին եւ այլն։ 5 խոշորագույն թուրքական ընկերությունների արտադրանքը Ռուսաստանում հիմա արգելված է, պատճառաբանությունը այն է, թե այդ գյուղատնտեսական ապրանքների մեջ նկատվել է կանոնավոր կերպով նկատվում էին կարանտինային նշաններ, այսինքն ֆիտոսանիտարական նորմերի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, բայց այստեղ հարց է առաջանում, եթե կանոնավոր խախտումներ են եղել, ապա ինչն է պատճառը, որ միայն հիմա են արգելում։ Վստահ եմ, որ պատահական չէ այն, որ այդ հայտարարությունը, այս տեղեկությունը տարածվեց ժամեր անց այն բանից հետո, երբ Կիևում արդյունավետ բանակցություններ տեղի ունեցան Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի միջև եւ Ֆիդանը հաստատել է, որ Թուրքիան միանում է արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգային երաշխիքներին։ Ավելին, հենց Թուրքիան է ղեկավարելու համակարգելու ծովային երաշխիքները։ Բնական է Մոսկվայում դա նկատել էին եւ ահա այսպիսի արձագանք է դրան տրվում։ Բացի այդ, Ֆիդանը Կիևում հայտարարել է, որ Անկարան շարունակում է դատապարտել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ եւ որ համարում է Կրիմը անեքսիայի ենթարկված տարածք։ Ընդամենը մի քանի ժամ առաջ, դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորը նույն տիպի ըստ էության պատժամիջոցներ է կիրառել նաև Ադրբեջանի նկատմամբ։ Երեկ մենք այդ թեմային անդրադարձել էինք, Ադրբեջանից ներկրված Ծիրանի մեջ էլ հայտնաբերել էին փթախտի վիրուս։ Բնական է, ինչպես երեք ասացի, այդ փթախտը եւս քաղաքական երանգ է ունեցել։ Իմ վստահությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ այս որոշումը կայացվել է նույն այն օրը, երբ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա եւ 5 օր այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Շուշիում հայտարարել էր, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ Ռուսաստանը շարունակի իր ագրեսիան եւ ցանկացած գնով պետք է ազատագրի իր տարածքները։ Այսպիսով Մոսկվան կիրառում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ նույն այն գործիքը, որը կիրառել էր նաեւ Հայաստանի դեմ, իսկ դրանից առաջ փորձում էր կիրառել Մոլդովայի եւ Վրաստանի դեմ։ Պետք է որ ասեմ, որ այս գործիքը միշտ չէ որ արդյունավետ է եւ մեծ հարցական կա, թե արդյոք այս դեպքում արդյունավետ կլինի։ Բայց կարծես վերջին տարիներին այդքան արդյունավետ համագործակցում էին, ինչը խանգարեց այս տանդեմի ամրությանը։ Իսկապես Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում այս նոր տենդենսը նկատվեց Դոնալդ Թրամփի Անկարա կատարած այցից անմիջապես հետո։ Այսօր Սպիտակ տան մամլոխոսնակ Կերոլայն Լիվիտը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը մեծագույն հաճույք ստացավ Անկարայում Էրդողանի հետ հանդիպումներից եւ ըստ որոշ տեղեկությունների այս հանդիպման ժամանակ որոշում է կայացվել այն մասին, որ Միացյալ Նահանգները կհանեն բոլոր տեսակի պատժամիջոցները Թուրքիայից եւ Թուրքիան կվերադառնա այդ F-35 կործանիչների համատեղ ծրագրին, որի դիմաց պետք է հրաժարվի ռուսաստանյան S-400 համակարգերից, այսինքն պետք է փոխանցի այդ համակարգերը երրորդ երկրի։ Արդեն մամուլում հիշատակվում են երկրները, թե որոնք կարող են ստանալ Թուրքիայից այդ համակարգերը, խոսքը Էմիրությունների եւ Քաթարի մասին է։ Բնական է, որ Մոսկվայի վերաբերմունքը այս ամենին խիստ բացասական է եւ ահա այդ վերաբերմունքի հետևանքի հետ արդեն գործ ունենք։ Եվս մի կարևոր հանգամանք, այսօր հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի ռազմական նավատորմը վերջնականապես լքել է միջերկրածովյան ողջ ակվատորիան։ Վերջին անգամ նման բան եղել է 2013 թվականին։ Այսինքն թուրքական
այդ Բոսֆորն ու Դարդանելը Ռուսաստանի համար կորցնում է իր նշանակությունը, թուրքերն էլ կորցնում են Ռուսաստանի վրա ազդելու իրենց այդ կարևոր լծակը։ Կարծում եմ դա նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ որ քայլերի, որոնց թուրքերը այլ պայմաններում կարող էին պատասխանել Բոսֆորն ու Դարդանելը փակելով։ Արդյոք Ռուսաստանի սպառողի վրա կազդի թուրքական ծիրանի բացակայությունը։ Ռուսական մամուլը հավաստիացնում է, որ թուրքական ծիրանի պակասից ռուս սպառողը չի տուժի, քանի որ կան այլ խոշոր ներկրողներ, բայց ես այսօր ստուգել եմ ծիրանի եւ դեղցի խոշորագույն ներմուծողները Ռուսաստան, դա Հայաստանն էր, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։ Այսինքն այս քառյակից 3-ը հանվել են ըստ էության ռուսական շուկայից։ Հազիվ թե Ուզբեկստանը կարողանա սեփական ռեսուրսներով այդ հատուցի այս պակասը։ Այսինքն անխուսափելի է, որ ռուս սպառողը ի վերջո իր գրպանի վրա չնկատի այս ամենի հետևանքը, ինչպես միշտ տուժում է սպառողը, իսկ պետական որոշումները կայացվում են միշտ չէ որ սպառողի շահերը հաշվի առնելով։ Շնորհակալություն Արտем։